Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր 60 միլիոն դրամով տուգանեցեցին այն հիմնավորմամբ, որ ընկերությունը խախտել է էլեկտրական ցանցին սպառողներին միացնելու սահմանված կարգը։ Չնայած կնքված պայմանագրերին, ռուսաստանյան ընկերությունը ոչ միայն տևական ժամանակ սպառողներին չի միացրել էլ ցանցին, այլև այս մարտի 31-ին ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը հրաման է արձակել, ըստ որի այդ պահից սկսած նոր սպառողները միացվելու են էլ ցանցին միայն այն բանից հետո, երբ սահմանված միացման վճարից բացի վճարեն նաև այդ նպատակով ընկերության կատարած բոլոր աշխատանքների ծախսերի դիմաց, պայմանով, որ հետագա 5 տարիներին ՀԵՑ-ը փոխհատուցելու է այդ գումարը մատակարարված էլեկտրաէներգիայի տեսքով։ Հանձնաժողովի նիստում Բիբինը իր որոշումը հիմնավորեց ընկերության ծանր ֆինանսական վիճակով, հավելեց, հունիսի 23-ին այդ հրամանը չեղարկվել է։ Լավ է դա թե վատ, սպառողների համար իհարկե վատ է, բայց որպեսզի ընդհանուր առմամբ էլ ցանցին միացնելու գործընթացը չկանգնեցնենք, ցանկանում եմ ասել նաև, որ միացման բոլոր հայտերը ընդունվում էին և բոլոր հայտերը մշակվում էին ու արվում էր նախագծային աշխատանք։ Եթե դուք ինքներդ որոշեք, որն է ճիշտը, որն է սխալը, ապա այս հանձնաժողովի հետ չեք ընդհանրապես առնչվում։ Գնացեք ինքներդ ձեզ համար հրաման տվեք, աշխատեք, մեր կարգերը դրեք մի կողմ, մեր հայաստանյան օրենքները դրեք մի կողմ, դեռ ճիշտ ու սխալով աշխատեք։ Ինչպես նախորդ 10 տուգանքների դեպքում, այս պարագայում էլ հանձնաժողովը միաձայն գտավ, որ ՀԵՑ-ը ապօրինի քայլ է կատարել։ Վիգեն Արաբյանը Ազատությանը պատմեց, որ իրենց բազմաբնակարան շենքը ավելի քան 4 տարի պատրաստ է, սակայն առ այսօր այն չի միացվել էլ ցանցին։ Բազմիցս դիմել ենք 2010 նոյեմբերին շենքը ստացել է իր ավարտական ակտը, որից հետո մի քանի անգամներ անձամբ, մի քանի անգամներ բանավոր եւ մի քանի անգամներ գրավոր դիմումներ ենք ներկայացրել եւ ոչ մեկին ոչ մի տեսակ պատասխան չենք ստացել, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Что вы можете сказать по этому поводу? Այսօր էլ ՀԵՑ-ի ղեկավարը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Ընկերության խոսնակ Նատալիա Սարջանյանը հայտարարեց, այս պահի դրությամբ ՀԵՑ-ը չի վաճառվել, այդ նպատակով բանակցություններ չեն ընթանում, Բիբինը հանդիսանում է գլխավոր տնօրեն եւ այս պահին ՀԵՑ-ը մտադիր չէ սննկացման գործընթաց սկսել։ Իսկ աուդիտը երբ է սկսվելու, կա տեղեկություն։ Աուդիտի սկսվելու հետ կապված մեկ անգամ եւս ասում եմ, որ ներկայիս դրությամբ տեխնիկական առաջադրանքի վրա են աշխատում, ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը եւ Ինտերրաոյեսը։ Տեխնիկական առաջադրանք կազմելուց հետո արդեն կհայտարարվի մրցույթի արդյունքում կորոշվի այն ընկերությունը, որը անցկացնելու է աուդիտը, այս պահին ժամկետների մասին որևէ բան չեմ։ Իսկ աուդիտի ժամկետները կարող եք ասել մոտավորապես, երբ որ որոշվեց, որ սկսվելու է, մոտավորապես ինչքան։ Աուդիտի ժամկետները նշվել են 3-ից 6 ամիս,